Ոչ թե պարզապես Հադրութի, այլ ողջ Արցախի դրախտային անկյուններից մեկն է Դրախտիկ գյուղը, իր բնական պայմաններով, շրջակա անկրկնելի տեսարաններով։ Գտնվում է Իշխանագետի հովտում, Քիրսի լեռնաճյուղերից մեկի լանջին։ Որ գյուղը հին պատմություն ունի, վկայում են Դրախտիկի հարևանությամբ կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական նյութերը։ Խոսքը մասնավորապես Քրիստոսից առաջ առաջին հազարամյակի դամբարանների մասին է, որոնց պեղումների արդյունքում բրոնզե զարդեր, բրոնզե և երկաթե գործիքներ ու զենքեր են հայտնաբերվել։ Գյուղի հարևանությամբ նաև հին բնակատեղիների հետքեր են պահպանվել, որոնցից մեկը դրախտիկեցիները շինատեղ են անվանում։ Ենթադրվում է, որ դարեր առաջ Դրախտիկը հենց այդ հատվածում էր տեղակայված, բայց ավելի ուշ, երբ իրավիճակն անկայուն է դարձել և թշնամիների հարձակումները պարբերական բնույթ են ստացել, դրախտիկեցիները սկսել են լեռնաստորոտից դեպի լանջը տեղափոխվել, որտեղ տարածքը ավելի հարմար էր պաշտպանությունը կազմակերպելու համար։ Դրախտիկեցիների համար անհանգիստ էր նաև 19-րդ դարի սկիզբը։ Հայ-թաթարական բախումները, ցարական պատժիչ ուժերի ներխուժումները նաև այս գյուղի համար պատուհաս դարձան 1905-1906 թվականներին։ 1918-1920 թվականներին Դրախտիկի բնակիչները մասնակցել են տարածաշրջանի պաշտպանությանը։ Գյուղը շունչ քաշելու հնարավորություն ստացավ խորհրդային կարգերի հաստատումից հետո, բայց դա էլ երկար չտևեց։ Մեծ հայրենական պատերազմին 120 դրախտիկեցի է մասնակցել, 60-ը զոհվել են։ Նրանց հիշատակին նվիրված հուշարձանը կառուցվել է դպրոցի բակում։ Դրախտիկի համար առանձնապես դժվար էին 1988-1992 թվականները։ Հարևանությամբ գտնվող ադրբեջանաբնակ գյուղերը, ինչպես նաև հարևան Տող գյուղի ադրբեջանական թաղամասը պատուհաս էին դարձել Դրախտիկի համար։ Տարբեր պատրվակներով բազմիցս գյուղ են ներխուժել ադրբեջանցի օմոնականները ռուս զինվորականների ուղեկցությամբ, և դա այն դեպքում, երբ հենց Դրախտիկն էր պարբերաբար գիշերային հարձակումների ենթարկվում հարևան ադրբեջանական գյուղերի բնակիչների և եկվոր ադրբեջանցիների կողմից։ Ռազմական գործողությունները սկսելու հետ Դրախտիկի վիճակն ավելի ծանրացավ։ Ավելի քան մեկ տասնյակ տներ պարզապես ավերվել են հրետանու հարվածների արդյունքում։ 1992 թվականի ապրիլի 22-ին Կախան սրբատեղիի մոտ ադրբեջանցիները կանգնեցնում են Ստեփանակերտից Դրախտիկ եկող ավտոբուսը և սպանում 12 անզեն ուղևորներին, որոնք Դրախտիկի և շրջակա գյուղերի բնակիչներն էին։ Այս իրավիճակում դրախտիկեցիների հույսը ինքնապաշտպանության դիմելն էր։ Գյուղի ինքնապաշտպանական ջոկատը ձևավորվել է 1991 թվականին։ Կարճ ժամանակում այն դարձավ մոտ 60 հոգանոց միավորում Վաչիկ Արուշանյանի հրամանատարությամբ։ Դրախտիկի ջոկատը մասնակցեց Տողի օպերացիային, որի հաջող ավարտից հետո նաև Դրախտիկի հարևանությամբ դիրքավորված ադրբեջանական ուժերը ստիպված հեռացան։ Ազատամարտում Դրախտիկը 9 զոհ ունեցավ։ Գյուղի բնակիչներից Ռոբերտ Տոնյանը և Կարապետ Բալաբեկյանը արժանացել են Արցախի Հանրապետության մարտական խաչ առաջին աստիճանի իշխաննշանի։ Ազատամարտից հետո Դրախտիկը զարգացման նոր հնարավորություններ ստացավ։ Ենթակառուցվածքները բարեկարգվեցին։ Հյուսիս-հարավ մայրուղին հենց գյուղով էր անցնում, ինչը Դրախտիկի զարգացման հնարավորությունները անհամեմատ մեծացնում էր։ Դրախտիկը համայնքային կենտրոն ուներ, նորակառույց մանկապարտեզ, դպրոցի նորակառույց շենք, բուժկետ։ Նորակառույց շինություններից բացի Դրախտիկը նաև պատմական հուշարձաններով էր հարուստ։ Գյուղի տարածքում են գտնվում 17-րդ դարում կառուցված Գրիգոր Նարեկացի եկեղեցին, գերեզմանոցը, որտեղ 14-րդ դարի ստապանակարեր են պահպանվել, Կախան սրբատեղին, Իշխանագետի վրա կառուցված կամուրջը։ 2020 թվականի աշնանը Դրախտիկը ևս օկուպացվել է ադրբեջանցիների կողմից։ Այդ պահին Դրախտիկը մոտ 500 բնակիչ ուներ, գյուղի դպրոցը մոտ 90 աշակերտ։ 2023-ին արված արբանյակային նկարահանումներից երևում է, որ ադրբեջանցիներն ավերել են Դրախտիկի գերեզմանոցը։ Նրա տարածքում գտնվող հոգեհացի սրահն էլ արբանյակային քարտեզների վրա արդեն հավաստանշվում է որպես մզգիթ։